Բարև ձեզ թանկագին ընկերներ, թող Աստված ձեզ օրհնի Հիսուս Քրիստոսի անունով։ Այսօր մենք շարունակելու ենք ներման մասին մեր հաղորդումը։ Որպեսզի դիտեք առաջին սերիան, մտեք մեր YouTube-յան ալիք եւ այնտեղ կգտնեք հետեւյալ տեսահոլովակը այս անվանումով. Ինչպես ներել, եթե չի ստացվում։ Եվ եթե դեռ առաջին սերիան չեք դիտել, կարող եք սկսել։ Ամսի 10-ից մեզ մոտ արդեն Դանիելի ծոմն է, եւ մենք ամեն օր այդ ծոմի մեջ ենք։ Դրա մասին մենք ավելի շատ խոսում ենք եկեղեցում, մեր ծառայությունների ժամանակ։ Եվ մենք աղոթելու ենք բոլորի համար։ Նրանց համար, ովքեր ներման կարիք ունեն, թե մարդկանցից, թե Աստծուց։ Կաղոթենք նաև նրանց համար, ովքեր ցանկանում են ներել, բայց չեն կարողանում։ Եվ այսօր, իմ ընկերներ, մենք խոսելու ենք նրա մասին, որ մենք ներում ենք ոչ թե մեր սրտում, այլ մեր մտքում։ Ինչ եմ ես ցանկանում ասել։ Ինչ որ մեկին ներելու որոշումը մենք կայացնում ենք ոչ թե մեր սրտում, այլ մեր մտքում։ Եթե դուք Աստվածաշնչում փնտրեք, թե ինչ է գրված սրտի մասին, դուք կտեսնեք, որ մարդու սիրտը շատ վատն է։ Մարդու սիրտը շատ հեշտ է վիրավորվում եւ իր ներսում պահում է այն ամենն, ինչ որ նեգատիվ է։ Ուրեմն, իմ ընկերներ, ինչ որ մեկին ներելու որոշումը մենք կայացնում ենք մեր մտքում։ Ամենից առաջ հարկավոր է հասկանալ, որ վիրավորանքը խանգարում է մեզ, խանգարում է մեր Աստծո հետ հարաբերություններին, չի թողնում, որպեսզի մենք մաքուր խիղճ ունենանք։ Ամենից առաջ մենք պետք է հասկանանք, որ վիրավորանքը անընդհատ անհանգստություն է մեզ պատճառում։ Որքան մարդիկ գիշերները չեն կարող նորմալ քնել։ Որքան մարդիկ նոր հարաբերություններ չեն կարողանում սկսել եւ չունեն հանգստություն, որովհետեւ իրենց ներսում ինչ որ վիրավորանք են կրում։ Մարդը չի կարողանում մոռանալ այն, ինչ որ նրա հանդեպ արել են։ Չի կարողանում ներել իր կնոջը, ամուսնուն, ծնողներին, իր երեխաներին, թեկուզ բարեկամներին, կամ էլ իր ընկերներին եւ մտերիմներին։ Եվ այդ վիրավորանքը կործանում է մարդու հավատը։ Գիտեք ինչու։ Որովհետև կասկածներ է սերմանում։ Ահա թե ինչ է գրված Աստծո խոսքում։ Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներեք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները ձեզ ների։ Բայց եթե դուք չներեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների ձեզ։ Թանկագին ընկերներ, ահա թե ինչումն է խնդիրը։ Խնդիրը նրանումն է, որ երբ մենք չենք ներում, մենք նույնպես Աստծուց ներում չենք ստանում։ Եվ դա իմանալով, շատ մարդիկ նույնիսկ չեն կարողանում աղոթել, որովհետև երբ նրանք ցանկանում են աղոթել, Սատանան միանգամից հարձակվում է իր կասկածներով։ Շատերն ասում են. ես նույնիսկ աղոթելու ցանկություն չունեմ։ Բայց ինչու։ Որովհետև մարդու սրտում կա ինչ-որ բան, որը խանգարում է, որը թույլ չի տալիս, որպեսզի նա հանգստություն ունենա։ Ուրեմն հասկացեք, վիրավորանքը խանգարում է ձեզ։ Եթե դուք ինչ-որ մեկից վիրավորված եք, հասկացեք, որ դա ձեզ խանգարում է։ Շատ դեպքերում լինում է, որ այն մարդիկ, ովքեր ձեզ վիրավորել են, նրանք արդեն մոռացել են դրա մասին։ Իրենց կյանքն են շարունակում։ Հաջողությունների են հասնում, քանի դեռ դուք ամեն օր հիշում եք նրանց արածը և տառապում եք։ Գիտեք, մտածել ինչ-որ մեկի մասին և չներել նրան, դա նույնն է, եթե դուք ամեն օր նույն ֆիլմը դիտեիք սկզբից մինչև վերջ։ Հնարավոր է դուք երկար տարիներ առաջ եք վիրավորվել, և մինչև այսօր դա ձեր սրտում է։ Ամեն օր հիշում եք դրա մասին և տառապում եք։ Կան նրանք, ովքեր նորմալ հաց չեն կարողանում ուտել։ Կամ նրանք, ովքեր չեն կարողանում քնել։ Այդ ամենը լինում է վիրավորանքի պատճառով։
Հովիվ, ինչպես լուծեմ այդ հարցը, ինչ անեմ։ Աստծո խոսքում այսպես է գրված. ձեր անձերի համար զգուշացեք։ Եթե քո եղբայրը քո դեմ մեղանչի, դրան հանդիմանիր, ու եթե ապաշխարի, նրան ներիր։ Եթե քո դեմ օրը 7 անգամ մեղանչի ու 7 անգամ քեզ մոտ դառնա եւ ասի. զղջում եմ, ների՛ր նրան։ Եվ հնարավոր է դուք կասեք. Հովիվ, իսկ եթե այդ մարդը ինձանից ներում չի խնդրում, ուշադիր եղեք։ Հիսուսը ամենից առաջ ինչ ասաց. ուշադիր եղեք ձեր անձերի նկատմամբ։ Ներելը առաջին հերթին ձեզ է պետք, որովհետև եթե դուք ներեք, դա ձեզ կօրհնի, ձեզ հանգստություն կտա։ Եթե դուք ներեք, դա ձեզ համար է լավ լինելու։ Իհարկե այդ մարդը նույնպես կօրհնվի, երբ դուք ներում եք նրան, բայց ամենից առաջ դուք ինքներդ ձեզ եք օրհնում։ Այդ ժամանակ ձեզ համար ապրելն ավելի հեշտ կլինի։ Դուք այլևս չեք հիշելու այդ բոլոր իրավիճակները, այն ամենն, ինչ որ ձեզ վիրավորել է, որովհետև եթե դուք ներում եք, դուք հաղթահարում եք այդ ամենը եւ այլևս չեք տառապում այդ հիշողությունների պատճառով։ Կարևոր չէ, թե ինչպիսին են այդ մարդու մտադրությունները։ Հնարավոր է նա ձեր վատն է ցանկանում։ Հնարավոր է նույնիսկ, որ նա դիվահար է եւ ցանկանում է, որ դուք պահեք այդ վիրավորանքը ձեր ներսում, որ դուք տառապեք դրա պատճառով, որպեսզի հանգստություն չունենաք։ Ուրեմն ամենալավ որոշումը, որը դուք կարող եք ընդունել, դա այդ մարդուն ներելն է, որովհետև այդ քայլով դուք մեկընդմիշտ կազատագրվեք այդ վիրավորանքից, այդ տառապանքից, որովհետև քանի դեռ դուք չեք ներում, քանի դեռ դուք ձեր ներսում եք պահում այդ վիրավորանքը, ամեն օր հիշում եք դրա մասին, դուք տառապելու եք։ Ուրեմն մտածեք դրա մասին, իմ ընկերներ։ Եթե դուք ցանկանում եք, որպեսզի մենք աղոթենք ձեզ համար, մեկնաբանություններում կարող եք գրել ձեր անունը եւ այն մարդկանց անուններն, ում ցանկանում եք ներել, եւ մենք կաղոթենք ձեզ համար։ Կարող եք նույնպես մեկնաբանություններում գրել ձեր հարցերը, եւ մենք կփորձենք պատասխանել դրանց։ Բայց ամենակարևորը, մտածեք նրա մասին, թե ինչ ես ասացի ձեզ այսօր, որ առաջին հերթին դուք պետք է ներեք, որպեսզի ձեր կյանքը փոխվի, եւ ներելու որոշումը դուք ձեր սրտում չեք կայացնում։ Այդ որոշումը կայացվում է մտքում։ Երբ հասկանում եք, որ դա առաջին հերթին ձեզ է օրհնելու եւ ձեզ է հարկավոր, դրա համար էլ դուք որոշում եք կայացնում ներել նրան։ Ուզում եք ես ձեզ ասեմ, թե ինչից պետք է սկսեք։ Աղոթեք այդ մարդու համար։ Աղոթքի մեջ նրա անունն ասեք։ Խնդրեք, որ Աստված օրհնի նրան։ Եվ այսպես ասեք. ես որոշում եմ կայացնում ներել այս մարդուն։ Ես չեմ պահելու այս վիրավորանքը, որը միայն անհանգստացնում է ինձ։ Ամեն։ Փառք Աստծուն։ Մյուս անգամ մենք կզրուցենք նույնպես ներման մասին եւ կպատասխանենք այլ հարցերի։ Կան մարդիկ, ովքեր նույնիսկ առանց իմանալու պահում են իրենց ներսում վիրավորանք։ Մենք խոսելու ենք հենց դրա մասին եւ կօգնենք ձեզ, որպեսզի ազատվեք վիրավորանքից։ Եվ ես ցանկանում եմ հրավիրել ձեզ։ Եթե դուք ցանկություն ունեք մասնակցելու մեր աղոթքներին, ուրեմն կարող եք մասնակցել այս կիրակի առավոտյան ժամը 10-ին։ Հասցեն դուք կարող եք տեսնել էկրանի վրա։ Կարող եք մասնակցել, որպեսզի գտնեք ձեր հարցերի պատասխանները։ Այստեղ նույնպես մեր հեռախոսահամարն է։ Կարող եք կապնվել մեզ հետ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար։ Ծառայությանը կարող եք մասնակցել, եթե գտնվում եք Երևանում եւ նույնիսկ այլ քաղաքներից։ Շատ լավ, թող Աստված ձեզ առատորեն օրհնի։ Եթե այս տեսահոլովակը ձեզ օգնեց, տարածեք այն, որպեսզի YouTube-ը առաջարկի այս տեսահոլովակը այլ մարդկանց։ Լավ իմ ընկերներ, հաջողություն ձեզ։ Աստված ձեզ հետ։